կոմիտեն այսօր արդեն հայտնեց հարուցված քրեական գործի մասին, դուք շարունակեցիք պնդել, որ տեղեկությունը կեղծ է։ Հիմա հասանելի է Ռուսաստանի իրավաբանական այդ ռեգիստրի կայքը, որտեղ նշված է ձեր անուն, ազգանուն, հայրանունով անձի անվան դիմաց Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ տեղ գտած տվյալները ձեզ հետ կապ չունեն։ Չէ, տենց խնդիր չկա։ Մենք փաստաբանները դիմել են արդեն, իրավաբանները դիմել են, որ պատասխան տրվի այնտեղից, տենց խնդիր չկա, մի անհանգստացեք, այդպիսի խնդիր չկա։ Այն անուն, ազգանուն, հայրանունով անձը, որ այդտեղ ընկերության բաժնետերը դուք չեք։ Չգիտեմ ինչի մասին է կոնկրետ խոսքը, բայց կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Քննչական կոմիտեն ասում է, որ անհետքելի ապացույցներ կան, որ դիտավորությամբ քննչական կոմիտեն ասում է, որ դիտավորությամբ թաքցրել եք այլ քաղաքացիություն ունելու կամ ունեցածելու մասին տեղեկություն։ Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, ինչի վրա է գրազ գալիս, որ ես չեմ ունեցել երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն։ Խնդրում եմ, ով որ այդպեսի բան ասում է, եթե պարզվի հակառակը, պատրաստ է հրաժարական տալ։ Կարծնեք իրենց։ Իրավաբանները դիմել են, ում են դիմել եւ ինչի համար։ Ամենայն հավանականությամբ երևի այդ երկրի դեսպանատուն, որպեսզի հայցեր ներկայացել եք, քանի հոգու հանդեպ եղա։ Ինչ է։ Հայցեր արդեն ներկայացել եք եւ քանի մինչև 3 օր կհրապարակենք, կարծում եմ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիներ, որոնք պաշտոնյա չեն ուզում իրենց դեմ ներկայացնենք, որովհետև մարդկանց ֆինանսական խնդիր չպատճառենք, ամեն դեպքում իրենք մոլորության մեջ են, բայց ԿՊԱ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվելու են։ Դատական process-ը Կարծում եմ այդպիսի խնդիր չկա, որովհետև այդպիսի հարց չկա, վստահ եղեք խնդիր չի դա, բայց վարույթը երևի ինչ-որ ուշադրություն շեղելու համար է իրենց վերջի օրերի պայլաձևի արդյունքը։ Չէ։ իրավաբանները, այսինքն պարոն Դա գիտեք ինչ է։ Ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը փաստաթուղթ ունի իր ձեռքի տակ, որը ներկայացրել են իրավապահ եւ ձեր հանդեպ քրեական։ Մերի ջան, ընդհանրապես չեմ պատկերացնում ինչ հարց է, կարող ենք դիմել այդ երկրն է յուրաքանչյուր երկրի, ես մեր այր Կարծում եմ քաղաքացիություն ունենալը զրպարտություն չէ, բայց եթե քննչական կոմիտեն մինչև 3 օր չհերքեց, մենք արդեն մինչև 3 օր կամ 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը ունենալու է դատական հայցը գնալու իրենց դեմ, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել հմեկով էլ որտեղ եք հմեկով էլ դրել գրել էին։ Պարոն Ղարաբեկյան, այսինքն դուք դիմել եք Ռուսաստանի Դաշնության Մեր փաստաբանները ամենայն հավանականությամբ երևի դեսպանատները որ ինչ ինֆորմացիա ասեք, որ այդ երկրի քաղաքացի։ Այո։ Ինչքան ժամանակում է։ Կարծում եմ 1 օրում պետք է որ 1-2 օրում պետք է որ լինի։ Պարոն Կարապետյան, այդ ընկերությունը պատկանում է ձեր ընտանիքին թե ոչ, որտեղ ձեր Ես մի քանի երկրներում ունեմ սեփականություն, ընկերություններ, կան ընկերություններ, որի սեփականատերն եմ, բայց քաղաքացիության խնդիր երբեք չեմ էլ ուզել ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալ, որովհետև միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանի Հանրապետությունում, չնայած այլ տեղեր գործունեություն ծավալել ենք, բայց Հայաստանում եմ տեսել հատուկ որևէ երկրի քաղաքացիություն չեմ ուզել վերցնել։ Պարոն Կարապետյան, երկնեք, քննչական կոմիտեն, որ ասում է անհերքելի ապացույցներ կան, չէ՞ կարծում, որ այնուհանդերձ իրենք իրենց ձեռքի Պարոն Կիրակոսյան, դուք կարող եք իմ խոսքերի վրա միշտ վստահ լինել, եթե ինչ որտեղ անգամ անճշտություն լինի, ես ձեզ առաջինը կասեմ, իսկ այն մարդը, ով այդպիսի բան է ասել, խնդրում եմ, ես իր հետ կարող եմ ռազ գալ, եթե պարզվի հակառակը անհերքելի ասողը, թող հրաժարական։ Պարոն Կարապետյան, կենտրոնական ընտրական Այս ընկերությունը ձեր կապիտալի հետ կապ ունի։ Ծանոթ ընկերություն է, բայց ամենայն հավանականությամբ Սա ձեր այնտեղ կա ներողություն, որը նաև Տաշիրի ընկերություններն է ներկայացված, Սամվել անունով, Սուրիկ անունով մի մարդ։
բաժնետեր է որպես նշվում Նարեկը, այսինքն դա ոնց Կարծում եմ ինչ որ կամ անճշտություն, չգիտեմ, բայց այդպեսի խնդիր չկա։ Սեփականատեր եք։ Ձեր անունը հայտնվել որպես Չէ, բաժնետերը որպես չէ, բայց քաղաքացիության այդ մասը սխալմամբ է ամենայն։ Բաժնետեր եք։ Խնդրում ենք, որ եղել է Եթե այնտեղ բան է, մի քանի ընկերություններ են բաժնետեր են։ խնդրում ենք, որ միշտ եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եղած, երբևէ որևէ այլ երկրի։ Այո։ Ով հակառակն է բարև ձեզ, ով հակառակը կուզի ասել, կարող եք այս անգամ էլ գրած գալ իրենց հետ։ Հանրապետության ընտրական հանձնաժողովից ես հետ կապվել եմ Ոչ։ Մի բան էլ ասեմ, նաև կարող ենք այն մարդկանց հետ, ովքեր դա ասում են, ես ռեալ կարող եմ գրած գալ, ուղղակի այդ գրազի միջոցները ուղղվի, եթե Սևանի հոգեբուժարանը ցանկություն ունենա, Սևանի հոգեբուժարան, եթե չէ, մենք պատրաստ ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, բարդություններ ունեցող, գարնանային սրացումներ ունեցող մարդկանց ապահովել անվճար դեղորայքով, որպեսզի նրանք վտանգ չներկայացնեն այն մարդիկ, ովքեր ապացուցված արդեն վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, վտանգ չներկայացնեն։ Պատրաստ ենք անել եւ կարծում եմ, որ լավ է, որ այդ մարդիկ այդպիսի բաներ են ասում, մենք պատրաստ ենք դրանով կաջակցենք նաեւ մեր հասարակության Ավանեսյանը նաև անդրադառնում է դրան, ասում են քաղաքական շահարկումների առիթից է Սևանի հոգեկան առողջության։ Տիկին Ավանեսյանին ես միշտ դրական եմ վերաբերվել, ճիշտը որ ասեմ, բայց այս վերջերս նա վերածվել է ԿՊԱ-կան քարոզիչների տխուր կրկնօրինակի, ցավոք, բայց իր կերպարը մենք համարել ենք որպես պրոֆեսիոնալ երկրում, պրոֆեսիոնալ փոփոխություն անողի կերպար, ցավում եմ դրա համար։ Մայրենի դասընթացներ կազմակերպելու ծրագրեր ունեք, թե ոչ։ Տեսեք, մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է, պարոն Կիրակոսյան։ Մենք օրինակ ես բարեգործականը հայոց լեզու։ Ասեմ, այդի, մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է։ Ունեցել է իր ժամանակաշրջան, իր տարբեր զարգացման ժամանակաշրջաններ։ Օրինակ, մենք խոսում ենք մի բարբառային շատ, որը հայ ժողովուրդը խոսացել է 1500 տարի։ Ես կարողանում եմ խոսել այնպիսի բարբառով, որը մեր մատյանների մեջ միջնադարի իմ բարբառով է գրված։ Եթե ցանկություն լինի իրար հետ գնանք մատենադարան, այնտեղ շատ մատյաններ կան, որ ես իմ բարբառով, ուժ քաղաքի բարբառով ես կհասկանամ, դուք չեք հասկանա։ Դեռ հարցը, որ հայերենն է ավելի հին, մենք տարբեր հայկական խոսույթներ ենք թերապետում եւ ես գնահատում եմ բարբառների իմացությունը որպես արմատներին ծանոթ լինելու կարևոր հատկություն։ Օրինակ ձերը ամենայն հավաքածում Ղարսի բարբառն է, որը նույնպես հին բարբառ է, բայց ամենայն հավանականությամբ դուք չեք ամաչում ձեր բարբառից, թե ամաչում եք։ Մի ճշտում էի, պարոն Կարապետյան, ընկերությունը, որի մասին ես հարցրեցի, այդ ընկերությունը, այսինքն Տաշիր կապիտալի մեջ է մտնում, ճիշտ հասկանում։ Ընկերություններ կան, որտեղ մենք սեփականություն ունենք, ես սեփականություն ամենայն հավանականությամբ այդտեղ սեփականության բանով պետք է իրավաբանների հետ նայենք սեփականության բան կա ուղղակի այդ մի հոդվածի մի կետի մեջ երևի ինչ-որ սխալ են գրել։ Սալմամբ նշել են ձեզ որպես Ռուսաստանի Հա, երևի ավտոմատ ինչ-որ բնույթ ունի։ Դա ճշտով թղթերի եք սպասում Ռուսաստանի։ Հա, դիմել ենք, արխային եղեք, այդպեսի խնդիր չկա։ 2020 թվականից է ձեր գրանցումը, այնտեղ այդպիսի նշում կար։ Ունասկանալ դուք այս տարիների ընթացքում չեք հետևել այդ ընթացքին, այսինքն այդ բարտաթղթերին երբևէ չեք նայել եւ հիմա ձեզ համար նորություն էր այս ամենը։ Այդ անճշտությունները չեմ տեսել, ուշադրություն չեմ դարձրել, այդպեսի խնդիր չկա։ Արխային եղեք, նորմալ է։ Եվ դատի տալու հետ կապված, հա։ Այո, պարոն Կիրակոսյան։ Կարապետյան, դա երկար process է տևելու ըստ էության, մինչև հայց ուսումնասիրեն, ընդունեն, նիստեր։ Հայցի ապահովման միջոց անենք, բա ինչ անենք, ես ամեն օր, այո, լսում եմ։ Արդյոք հնարավոր է, որ պարոն Կարապետյանի հետ կապված դրվագով այլ ապացույցներ, հա, փորձեք նաև Ռուսաստանից ստանալ, վերցնել, հրապարակել, հետո միջև ընդհանրապես դատի տակ դատել։ Չէ, դատական process-ը մենք կդիմենք, հայցի ապահովման միջոց կանենք, կփորձենք հոգեկան ավարտեմ, կփորձեմ հոգեկան անհավասարակշռություն ունեցող այն անհատներին, ովքեր մեր հայրենիքում անգամ պաշտոններ են զբաղեցնում, շուտ աջակցություն տրամադրենք։ Ամեն օր թանկ է մեզ համար, որպեսզի այդ մարդիկ ունենան հավասարակշռ վարքագիծ։ Եվ մյուս բանը ասեմ, մենք պետք է նաև աշխատենք մեր երկրում
իրապես մեր երկրում վերջի տարիներում բավականին տարօրինակ դեպքեր են տեղի ունենում, երբ պատմականորեն ամեն տարի մի քանի Ադրբեջանից եւ Թուրքիայից գործակալներ էին հայտնաբերվում եւ պատահաբարորեն վերջի տարիներում Հայաստանում պարզվում է, որ չկա Ադրբեջանից կամ Թուրքիայից գործակալ։ Ուզում եմ ասեմ, որ մենք պետք է շեշտը դնենք, շատ կարևոր շեշտ պետք է դնենք, պարոն Կիրակոսյան, գործակալական ցանցի, թուրքական գործակալական ցանցի, ովքեր կրթություն են ստացել այնտեղ, ինչ որ ազդեցություն ունեն թուրքերը իրենց վրա վերանման, որովհետև դա մեծ վտանգ է ներկայացնում մեր թշնամի երկրի գործակալական ցանցը։ Լսում եմ եջան։ Մի քիչ բարձր, եթե խնդրեմ։ Ձերբակալությունները հիմնադրամների դաշտում կարծում եք դες առաջադրվող այս տեղեկությունները շրջանում։ Կներեք, մի քիչ բարձր կասեք։ Այսօր մամուլում իր տարածվեց, որ առաջարկվել են հիմնադրամների դաշտում ավելի խստացնել այս ձերբակալությունները։ Կարծում եք դες մեղադրվող այս ձերբակալություններից քաղաքական ձերբակալությունները գործելավոճ է դարձել, բայց կարող եմ մի բան ձեզ ասել, որ մի քանի բանից ուշանում ենք, բայց ձեզ կարևոր բան ասեմ, դա ավելի է մարդկանց ոգևորում, փոխել է իշխանությանը, որովհետև նրանք սկսել են ուղղակի ձերբակալությունով իրենց քաղաքական հարցեր լուծել։ Հայաստանում, կներեք մեր ջան, Հայաստանում թմրամոլության շեշտակի աճ կա 3-4 անգամ։ Հանցագործությունների աջափնյակում այստեղ բազմաթիվ կրակոցներ եղան, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին։ Անգամ դրանից հետո հայկական ոստիկանությունը գնում է երկկառավարության ղեկավարի հետևից, բռնում է ընդդիմադիրներին միայն, չի բռնում թմրանյութեր վաճառողներին, չի բռնում հանցագործության մեր երիտասարդներին դպրոցներում թմրանյութերի հետ ծանոթացնողներին, ոչ, հայ հասարակությանը մի բան ասեմ, մեր հասարակությանը երբեք դա բնորոշ չի եղել։ Հայ հասարակությունը միշտ թմրանյութերից, ես հիշում եմ հարևան երկրում, մեր հարևան, այնտեղ որտեղ ես էի ապրում, հարևան երկրում, ինչպիսի մակարդակ էր թմրամոլության եւ ինչպիսի ցածր մակարդակ էր Հայաստանում, հայ ընտանիքների զավակները երբեք դրան չեն գնացել, մեծի մասամբ 90%, 99%, սա նոր երևույթ է։ Հայաստանում բավականին քննադատել է, կներեք։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը ներողություն անդրադառնալով ուժեղ Հայաստանին, մասնավորապես գաղտնալսումների թեմայով, նաև անդրադարձել էր ձեր հայրիկին, նշելով, որ անգամ հարկ չի համարում իջնել եւ քայլել, նշելով, որ որովհետեւ իրենք քայլող չեն, քայլեցնող են, գումարը տալիս են մարդկանց, մարդիկ էլ գալիս քայլում են։ Ձեր ում է տվել, պարոն Փաշինյանը գիտի հայրս ում է տվել գումար, կարող է ինչ որ բաներ գիտի իրան ընդհանուր Մի քիչ թող ում է տվել իմ հայրը գումար, պարոն Փաշինյան որտեղից գիտի։ Լավ, հարցը ուրիշ ձև ասեմ, հայրս երկար կանգնելու դեպքում ոտքի հետ կապված բան կա, դրա համար երկար կանգնելու տեղը նստում է։ Ասում եմ շատ բարձր է գոյությունները դադարեցնել, նոր հարցեցնել։ Պարոն Կարապետյան, մի քիչ ուշ միացած ես, բայց եթե պատասխանել եք ներողություն, երկրորդ անգամ եմ տալիս հարցը։ Ինսայդեր պարբերական է, որը 3 սկանդալային հրապարակումը տարածեց, թողարկեց։ Դուք այդ պարբերականին տալու մտադրություն ունեք կամ արդեն համապատասխան գործընթաց սկսել եք, սա առաջին հարցը, եւ ձեր հորեղբոր FSB-ի աշխատակից լինելու հանգամանքը հերքելու համար արդյոք պատրաստվում եք հարցում զապրոս անել համապատասխան մարմին FSB։ Մենք պետք է հարցումներ անենք։ Այնտեղից այո, ապացուցեք։ Մենք պետք է հարցում կատարենք եւ հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալից որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վեր անենք մեր երկիրը այսօրվան բերողներին վեր անենք դա առաջնային խնդիր է ամենակարևորը դուք վստահ մեր հասարակությունը կարող է վստահ լինել, որ մեր ընտանիքի անդամները մի զբաղվել են գործարարությամբ եւ
գործառույթությամբ էլ մենք մեր ապագան միշտ տեսել ենք։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական շրջանակներում ծվարած Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք այսօր նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ-թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքրքրենք, հետաքննենք, տեսնենք թե ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, մարդը մերժել է, որ Թուրքիայում կրթություն է ստացել, Ալեքսանյան Ալիկը հրապարակել է այդ մասին տվյալներ, որից հետո նա անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանի, թե ինչու է խաբել մեր հասարակությանը։ Շնորհակալ եմ։